Պարոն Հովհաննիսյան, ըստ էության ընտրություններից հետո անցել է 3 օր, բայց ընդդիմադիր շրջանակները խոսում են ենթադրյալ ճնշումների, բռնաճնշումների, ձերբակալությունների, ընտրությունները զանգված այնօրեն կեղծելու մասին, ի դեպ նման պնդումներ անում են նաև Դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից եւ հայտարարում են, որ Արևմուտքը այստեղ մեծ միջամտություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն, հասկանանք ինչի մասին են խոսակցությունները այս, պարոն Հովհաննիսյան։ Գործ ունենք էլի պարզ կեղծիքի մանիպուլյացիայի հետ, քարոզարշավի ողջ ընթացքում այս մարդիկ առաջնորդվել են կեղծիքներով, փող բաժանելով, արտաքին ազդեցության ճնշումներ բանեցնելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա չի ստացվել, գնացել պարտվել են, ինչ-որ կառավարության նիստեր էին անում, ասում էին, որ մենք ենք հաղթել ենք արդեն եւ այլն, պարզավոր հիմա ուրեմն ճգնաժամի մեջ են կամ ինչպես Ծառուկյանն էր ասում ճգնամաժի մեջ են ու պետքա էլի մտածածին բաներ խոսեն հիմա խոսքը գնում է ուրեմն վերջնական արդյունքների ամփոփման մասին բոլոր ընտրություններից հետո էլ եղել են որոշակի թվերի տարբերություններ հիմա ուղղակի իրավիճակն ավելի սուր է անդիմության համար որովհետեւ մի քանի տասնյակ ձայների մասին է խոսքը գնում պատերազմի եռագլուխ կուսակցության երրորդ գլխի անցնել չանցնելու հետ կապված Ծառուկյանի մասին է խոսքը դրա համար էլ ուշադրությունն էլ ավելի է սևեռվել այս փաստի վրա իրավիճակը հետեւյալն է ինչի մասին է հիմնականում խոսքը գնում կան ընտրության նախնական արդյունքներ դրանք հենց կոչվում են նախնական են որովհետեւ վերջնական չեն Եվ մուտք արված տվյալները, որոնք արվել են արագության մեջ հնդածս ընտրությունների ամփոփմանը զուգահեռ գիշերվա ժամերին, կարիք ունեն ուրեմն նորից մուտք արվելու, նորից դիտարկելու եւ դրա արդյունքում որոշակի ձայներ փոփոխվում են, միշտ էլ այդպես է եղել, եթե գնանք նայենք նախորդ տարիների ընտրություններին, նույն պատկերին ենք հանդիպելու, ուղղակի նախորդ տարի մի քանի տասնյակ ձայներ, քանի որ չէին որոշում որևէ ուժի անցնել չանցնելու հարցը, ուշադրություն որևէ մեկը չէր դարձնում այդ ամեն ինչին, հիմա դարձնում են, բայց պետք է նկատենք, որ այս վերահաշվարկների ընթացքում, վերաամփոփման ընթացքում ավելի շատ դեռևս ավելացել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները, դրա համար այդ խոսույթը, որ դե մեզանից ձայներ են վերցրել եւ այլն, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Նախ առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր արձանագրությունները ստորագրվել են, ուրեմն հավասարապես ինչպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից բոլոր տեղամասերում, այնպես էլ ընդդիմության հավաքական ներկայացուցիչների կողմից, հետեւաբար որևէ քվեի վերաբերյալ բողոք դժգոհություն չի եղել, եւ հիմա գնում ենք պարզ ամփոփման եւ վերջնական ուրեմն արդյունքների ամփոփման հետ։ Ինչ վերաբերվում է ինչ որ մտածածին բռնաճնշումներին եւ այլն, ճնշումներ եղել են մեր կողմից, իրավապահ համակարգի կողմից եւ այդ ճնշումները վերաբերել են բացառապես ընտրության ուրեմն վրա ապօրինի ազդեցություն ունենալուն։ Բաժանվել են ընտրակաշառքներ պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների կողմից եւ այդ ընտրակաշառք բաժանողները բռնվում են եւ գնալու են փտեն բանտերում։ Եթե սա է նրանց նկարագրած բռնաճնշումը, ապա դեռ քիչ է եղել այդ բռնաճնշումի ընկալմամբ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի փողը իր ազդեցությունն ունեցել է ամեն դեպքում իրենց հավաքած ձայների դեպքում սա ակնհայտ է եւ մենք այստեղ շատ լուրջ անելիք ունենք առաջին հերթին փողը քաղաքականությունից դուրս բերելու համար եւ այն մարդիկ որոնք որ իրենց ապօրինի կൂട്ടակած գույքը օգտագործում են մարդկանց վրա ճնշումներ բանեցնելու փող բաժանելու համար պետքա զրկվեն այդ ապօրինի գույքից օր առաջ զրկվում են եւ շարունակելու են զրկվել ավելի մեծ տեմպերով որովհետեւ մեր ժողովուրդը տվել է դրա մանդատը որպեսզի գնանք եւ ժողովրդից ուրեմն գողացածը վերադարձնենք եւ այդ գողերին էլ դարձնենք բոմժ որ նրանք այլևս չկարողանան ապօրինի ազդեցություն կիրառել ուրեմն Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների վրա Պարոն Հովհաննիսյան, երեք ի դեպ Գագիկ Ծառուկյանը փորձել է օդանավակայանից մեկնել, նրան թույլ չեն տվել, հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ եւ էլի խոսակցությունները, որ այ տեսեք, արդեն սկսվեցին ռեպրեսիաներ, ճնշումները։ Հիմա մարդը միգուցե մեկնում էր օրինակ որդուն տեսակցելու, որը պիտի ընտրություններից հետո կարծես թե վերադառնալ։ Ո՞րն է պատճառը եւ ո՞րն է խնդիրը։ Միակ վայրը, որտեղ Ծառուկյանը պետք է իր որդուն տեսակցի, դա կալանավայրն է, որովհետև նրա որդին քրեական հետապնդման մեջ է, հետախուզման մեջ է գտնվում այս պահին։
ճիշտ կաներ նա իր խոստումը կատարեր, ասելա չէ, որ ընտրություններից հետո իր որդին վերադառնալու է, դե թող վերադառնա, բայց մենք տեսնում ենք, որ դրա փոխարեն ինքն է փորձում հեռանալ։ Մենք ասել ենք, որ դուք փախնելու տեղ չեք ունենալու եւ նրանք փախնելու տեղ չեն ունենալու, մնալու են Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ նրանց սպասում է օրենքը, նրանց սպասում է պատիժ իրենց կատարած հանցագործությունների համար եւ նրանք պետք է գնան եւ հայտնվեն Վանդակում։ Վանդակի սիրահարները պետք է գնան եւ հայտնվեն Վանդակում։ Սրա մասին է խոսքը եւ շատ տրամաբանական է, որ հանրային հետապնդման, քրեական հետապնդման տակ գտնվող մարդը չի կարող լքել երկիրը։ Ցավոք սրտի մի ժամանակ ինստիտուտներն այդքան էլ կայացած չէին եւ մենք փորձ ունենք, դառը փորձ ունենք, որ մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարել եւ հայտնվում են հետախուզման եւ քրեական գործա հարուցվում, տեսնում ենք, որ նրանք արդեն փախել են համապատասխան երկիր եւ այնտեղից էլ մի հատ էլ քաղաքական գործունեություն են փորձում ծավալել ինչ-որ վիդեոների տեսքով, այս այդ դեպքը չի ստացվելու փախնել Հայաստանի Հանրապետությունից, պետք է մնան եւ պատասխան տան օրենքի եւ ժողովրդի առաջ։ Պարոն Հովհաննիսյան, խոսեցիք ապօրինի գումարների մասին, որոնք քաղաքականություն են այսպես բերվել եւ դրանք նաեւ իրենց որոշակի ազդեցությունն են թողել, բայց տեսեք, փաստերի ստուգման հարթակը մի շարք ՀԿ-ներ, քաղաքասարակությունը աղաղակում էր ամիսներ առաջ, որ Ռուսաստանի Դաշնությունից շուրջ 100,000 մարդ է բերվելու ընտրությունների նպատակով եւ մենք ընտրությունների նախորդին տեսանք թե ինչ էր կատարվում օդանավակայանում, նրանցից շատերը չէին էլ խորշում, անգամ տեսախցիկի առաջ խոստովանել, որ այո եկել են ընտրությունների նպատակով, այո որոշ մարդիկ անգամ նույն օրը պատրաստվում էին հետ վերադառնալ։ Սա եւս ձեր իշխանության բաց թողումը չէ կամ օրենսդրական բաց չէ, որովհետեւ նաեւ որոշակի հանրային դժգոհություն կա այս իմաստով Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների մոտ, որ իրենք են անմիջապես այդ քաղաքականությունը զգում իրենց մաշկի վրա, իսկ Ռուսաստանից եկող ու ոչ միայն Ռուսաստանից կապ չունի պետությունը, դրսից եկող քվեարկող եւ վերադարձող մարդիկ գալիս են, քվեարկում են եւ վերադառնում են իրենց բնակության, հիմնական բնակության պետություն, չկրելով որևէ մի հետևանք եւ իրենց մաշկի վրա չզգալով այդ քաղաքականության արդյունքը։ Այս իմաստով ինչ փոփոխություններ եք ծրագրում կամ ծրագրում եք արդյոք թե ոչ։ Նախ պետք է արձանագրենք, որ այս ընտրական շրջանում Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվել է շատ լուրջ գործիքակազմ, հիբրիդային հարձակումների տեսքով, տարբեր տեսակի տնտեսական ճնշումների տեսքով, ինչպես նաև ձեր թվարկած գործիքակազմերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մարդկանց դրսում ճնշելու եւ ուղարկելու այստեղ քվեարկելու տեսքով։ Մենք մի կողմից ընդդիմությունը նաև տեսնում ենք, որ ինչ-որ բռնաճնշումների մասին է խոսում։ Մենք չենք գնացել բռնաճնշումների, օրինակ չենք արգելափակել մուտքը որևէ մեկի Հայաստանի Հանրապետություն, որովհետև կարծում ենք, նաև մենք տեսել ենք, որ մի շարք տարբեր երկրներից մեր քաղաքացիները եկել են եւ քվեարկել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, խաղաղության եւ մեր պետության օգտին։ Ցավոք նաև դրա հակառակն ենք տեսել։ Այստեղ հետևությունները անելու կարիք կա եւ մենք այդ հետևություններն արդեն իսկ արել ենք եւ ես կարծում եմ, որ առաջիկայում օրենսդրական փոփոխությունների տեսքով կկանոնակարգենք այս իրավիճակը, որ իրենց քաղաքական եւ տնտեսական շահերի կենտրոնը այլ երկիր համարող մարդիկ չկարողանան որոշումներ կայացնել Հայաստանի քաղաքականության, տնտեսության եւ ապագայի վերաբերյալ։ Եթե դու որոշել ես, որ քո ուրեմն քաղաքական եւ տնտեսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, ուրեմն առնվազն դու պետք է ապրես Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ տրամաբանությունն ասա թելադրում դու չես կարող ապրել այլ երկրում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, բայց համարես, որ դու ուրեմն կարող ես ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Այս հարցը պետք է օրենսդրական մակարդակում լուծվի, վերջնական լուծում պետք է ստանա սահմանադրության մեջ, բայց ես կարծում եմ հիմա մինչև սահմանադրության անդրադառնալը տարբեր օրենքներում մենք կարող ենք այս փոփոխություններ անել եւ կանխել առնվազն արտաքին ճնշման փորձերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջոցով, ովքեր ունեն երկքաղաքացիություն օրինակ, կամ մարդկանց միջոցով, ովքեր միայն Հայաստանի քաղաքացիություն ունեն, բայց ավելի շատ ապրում են այլ երկրում։ Սա խնդիր է, կարծում եմ, որը մենք արձանագրել ենք այս ընթացքում, եւ մենք սրա լուծումը կգտնենք օրենսդրական մակարդակում հնարավորինս արագ։ Եվ ինչ եք կարծում այս քննարկումները վերջին օրերին մանդատները վերցնել, չվերցնելու մասին, օրինակ Նարեկ Կարապետյանը երեք հայտարարում էր, որ եթե քաղաքացիական պայմանագրից 8 падգամավոր միանա իրենք կարող են երկրում իրականություն փոխել, Ռոբերտ Քոչարյանը, որքան էլ որ զավեշտալի կարող է հնչել, բայց ասաց, որ սահմանադրական դատարան են դիմելու, վիճարկելու են ընտրության արդյունքները, որովհետև կարծում են, որ կեղծել եք։ Ինչ եք կարծում, ընդդիմությունը ի վերջո վերցնելու է մանդատները, թե այնուամենայնիվ ինչ որ իմաստով փորձելու են կռախի առաջ կանգնացնել այս իշխանությանը եւ կստացվի
անգամ մանդատները չվերցնելու պարագայում իրենց բառերով ասած կրախի առաջ կանգնեցնել ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր ունի մեծամասնություն ազգային ժողովում եւ մեր բոլոր օրակարգերը կասկածի տակ չեն, դրանք ավելի մեծ տեմպերով առաջ են գնալու։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանում վիճարկելուն, ինձ այս խոսույթը կամ մանդատ վերցնել չվերցնելու, եթե հիմա տեղափոխվենք 5 տարի առաջ, ըստ նույն բաներն էին խոսում այն ժամանակվա ուրեմն ընդդիմադիրները, հիմա էլի նույն բաներն են ասում, էլի նույն պատճառով ընտրություններից առաջ ճոռո խոսացել էին, մենք հաղթել ենք եւ այլն, որ մենք պարտվենք գնալու ենք հեղափոխություն անենք, էլ չգիտեմ ինչ, Քոչարյաններ չէ, ոնց որ տենց բաներ խոսում։ Ընտրությունները անթերի են անցել, մեկ քվե անգամ չի կեղծվել եւ մենք խոսում ենք միայն նախնական արդյունքները վերջնականացնելու մասին, որը ենթադրում է մի քանի տասնյակ ձայների այս կողմ այն կողմ լինելը, ինչը տրամաբանական է, ելի եմ կրկնում, բոլոր երկրներում, Հայաստանի նախորդած բոլոր ընտրություններում նման սա օրինաչափություն է ուղղակի։ Մենք սպասում ենք գան տեսնենք ինչ են ասում այդ 300,000 ադրբեջանցիների թես հնչեցնողներն ինչ են գալու ասեն ազգային ժողովում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից այս 8 տարի է ինչ որ падգամավորների են ման գալիս։ Մեկ падգամավոր էլ միանայես կլինի, 3-ը միանայես կլինի, 5-ը միանայես կլինի, հիմա 8-ը միանայես կլինի, ինչ որ impeachment էին անում, էլի падգամավորներ էին փնտրում, իրար չէին կարող, իրար падգամավորների քվեներ չէին կարողանում հավաքել, խոսում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին։ Բնականաբար սա ծիծաղալու առհասարակ թեմա է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ կուսակցությունը ամուր կանգնած է իր տեղում եւ պահելու է ժողովրդի իշխանությունը, ինչպես որ պահել է ընտրությունների արդյունքներով, թող հələ գան ազգային ժողով, գան չգան, ճիշտ ասած ոչինչ դրանից չի փոխվելու։ Եղած չեղած մի հաշիվ են, մենք գործ ունենք որակապես եւ բովանդակային առումով նույն ընդդիմության հետ, ինչի հետ գործ էինք ունեցել նախորդ 5 տարիներին, միգուցե էլ ավելի վատ բովանդակային ընդդիմություն ունենանք, հաշվի առնելով թե ինչեր էին նրանք ընդհանրապես խոսում այս քարոզարշավի ընթացքում։ Գիտեն, որ ջախջախվել են, գիտեն, որ հենց մտան ազգային ժողով, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջին իսկ րոպեից նրանց ջախջախելու է քաղաքականապես։ Քաղաքական առումով մենք ընդդիմությանը պատեպատ ենք տալու, ինչպես տվել ենք 5 տարի առաջ։ Նրանք սա շատ լավ գիտեն, դրա համար հիմա փորձում են ինչ-որ սենց զարթուղի ճանապարհներով, մեկնաբանություններով փորձել իրենց ուրեմն պարտությունը որևէ կերպ մեկնաբանել այն մարդկանց առաջ ում խոստումներ են տվել, վերջի վերջո իրանք իրենց տերերին խոստումներ են տվել եւ ինչ-որ հավաստիացումներ են արել։ Թող իրանց գործն է, մեզ հետաքրքիր չի ճիշտ ասած իրանք ինչ են քննարկում, ինչ են խոսում ընդհանրապես։ Մեր համար կարևորն այն է, որ հերթական անգամ անթերի ընտրություններ են անցել Հայաստանի Հանրապետությունում։ Մեր խնդիրն այն է հիմա, որ քաղաքականությունից դուրս բերենք փողը, որ որևէ ապօրինի ազդեցություն այլևս Հայաստանի որևէ ընտրական process-ի վրա չլինի, կլինի դա համապետական, կլինի դա թիմ մակարդակում, որտեղ արժևում նաև թիմ ընտրություններ ունենք, եւ մեր խնդիրն է առաջ տանել մեր օրակարգերը, որոնք առաջ տանելու հետ կապված մենք խնդիր չունենք։ Մենք ավելի շատ քվե ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, քան 2021 թվականին, միգուցե տոկոսային հարաբերակցությամբ դա մի քիչ այլ կերպ է հիմա, ուրեմն տեղայնացվել ազգային ժողովում, բայց մեզ դա չի խանգարելու մեր օրակարգերն առաջ տանելու իմաստով։ Պարոն Հովհաննիսյան, վերջին 5 տարիներին գիտեք հայտնի մեղադրանքը, որ նախորդ խորհրդարանում ընդդիմությունը շատ հարմար ընդդիմություն էր ձեզ, պարբերաբար քաղաքացիական պայմանագրից էլ տարբեր падգամավորներ ասում էին, որ դուք մեր երազած ընդդիմությունն եք, հիմա նույն խոսակցություններն են, որ այո, ԿՊ-ն կրկին այնպես արեց, որ իրենց շատ հարմար ընդդիմություն տեղավորվեց խորհրդարանում։ Այս վտանգավոր չեք համարում, որ նաև նման խոսակցություններ կան, որոնք ամրապնդվում են ամեն դեպքում։ Չէ, ԿՊ-ն այնպես արեց խոսույթը տեղին չի, ԿՊ-ն միայն քաղաքացիական պայմանագիրը իր քարոզարշավն է իրականացրել եւ տեղահասցրել ժողովրդին ճշմարտությունները, անելիքները եւ դրա համար ստացել է այս կամ այն չափով ձայն։ Եթե մենք ընդդիմություն ձևավորող լինեինք, հաստատապես գործակալական ցանց չենք ձևավորի, որը աշխատում է մեր դեմ եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Հարմար չի այս ընդդիմությունը մեզ ընդհանրապես եւ նախորդ տարիներին էլ հարմար չի, որքան էլ որ մեր որոշ գործընկերներ միգուցե նման մեկնաբանություններ տվել են, ես հիմա կարող եմ ասել, որ մեզ հարմար չի այդ ընդդիմությունը, որովհետեւ այդ ընդդիմություն, որը ընդհանրապես բովանդակային քննարկումների մեջ չի մտնում,
չի աշխատում, ազգային ժողով չի գալիս, ավելի շատ խանգարում է մեզ, որովհետև բովանդակային քննարկման, աշխատանքային քննարկումների արդյունքում միայն դրական փոփոխություններ են լինում, նախագծերն էլ ավելի լավն են դառնում, մի խելացի բան մեկն է ասում, մի խելացի բան մյուսն է ասում, բայց մենք գործ ենք ունեցել մարդկանց հետ, որոնք պետության մասին չեն մտածել, այլ եկել են ամեն անգամ փորձել են պարալիզացնել process-ները, իհարկե դա չի ստացվել եւ հիմա էլ չի ստացվելու։ Այս իմաստով հեչ էլ հարմար չի մեզ ընդդիմությունը, այն իմաստով, որ իշխանությունը պահպանում ենք այս ընդդիմության միջոցով, չէ, բացարձակապես մենք խոսում ենք համատարած փողերի բաժանման հետ կապված հարցերի շուրջ, մենք խոսում ենք այն մասին, որ մարդկանց ցուցակում գործակալներ են, մենք խոսում ենք նրա մասին, որ հիմա ցավոք մանդատ են ստանալու մարդիկ, որոնք գործակալական ցանցի անդամներ են, ինչպես կարող է այս իրականությունը հարմար լինի մեզ։ Մենք պետքա ջարդենք նրանց ողնաշարը քաղաքական առումով, եւ մենք դա անելու ենք, եւ նաեւ մեր խոստումները, որ այս քարոզարշավին տվել ենք, ուրեմն մեր ժողովրդին ի կատար են կացելու, այն իմաստով, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը, թե կալուգացի օլիգարխը կամ կալուգացի ագենտը պատասխան են տալու օրենքի առաջ, մնացածն արդեն թող վերջնահաշվարկն լինի, հասկանանք ինչ վերջնական պատկեր է լինում ազգային ժողովում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ինչ պատկեր է լինի, որևէ խոչընդոտ, ուրեմն մեր ծրագրերի իրականացման առումով չի լինելու, Հայաստանի Հանրապետությունը մեծ տեմպերով առաջ է գնալու։ Այսինքն այդ հայտարարությունները, պարոն Հովհաննիսյան, պարզապես քաղաքական հայտարարություններ չէին ընտրություններից առաջ, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես դուք ասացիք, կալուգացի օլիգարխը Գագիկ Ծառուկյանը պատասխանատվության են ենթարկվելու։ Ոչ, դրանք քաղաքական հայտարարություններ չեն։ Քաղաքական հայտարարություններն այնքանով, որ դրանք հնչում են քաղաքական գործընթացի ընթացքում, բայց դրանք միայն մեր հայտարարությունները չեն, դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայտարարություններն են, քաղաքացիների պահանջներն են, որոնք մենք ամենաշատն ենք լսել այս քարոզարշավի ընթացքում։ Մենք ամենաշատը չենք լսել, թե ինչու օրինակ այս գյուղում ջրագիծը հələ չեք փոխել, ասֆալտը այդքան էլ լավ չեք արել կամ չգիտեմ ջրամբարը ինչի մի տարի առաջ պատրաստ չի եղել, այլ եղել է նրա մասին, թե ինչու են դեռևս այս մարդիկ ազատության մեջ, ինչու է դեռ սրանց մոտ փող կուտակված, որ միատել մարդկանց են բաժանում։ Մենք այս դժգոհություններն ենք լսել քաղաքացիներից եւ որպես քաղաքական ուժ, ով պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության զարգացման, քաղաքական դաշտի առողջացման համար, մենք գնալու ենք եւ ուրեմն ժողովրդի падգամը իրականացնելու ենք, ըստ էության ընտրություններից 2 օր հետո տեսանք Գագիկ Ծառուկյանը որպես օրինակ ինչպես էր ուզում փախնել եւ չստացվեց, սա ձեր ասած տրամաբանության մեջ է տեղավորվում, ասել ենք, որ պատասխան են տալու օրենքի առաջ եւ մենք օրենքով սահմանված կարգով հետամուտ ենք լինելու, որ հնարավորինս արագ հաշվի առնելով նաև իշխանությունների տարանջատումը, դատական, օրենսդիր եւ գործադիր, այս ամենը հաշվի առնելով, բայց նաև չտրվելով, ինչպես միշտ ենք տրվել այս տարանջատման սկզբունքին, չափից ավելի շատ, ուրեմն գնալու ենք այս ճանապարհով եւ ամեն ինչ անելու ենք, որ բոլորը պատժվեն։ Կրկնում եմ, առաջին անելիքը այս առաջիկա ժամանակաշրջանում պետքա լինի այն, որ փողը քաղաքականությունից դուրս գա եւ փողի ազդեցությունը ընտրական գործընթացների վրա այլևս չլինի։ Պարոն Հովհաննիսյան, նախընտրական քարոզարշավի շրջանակներում դուք էլ վստահ եմ լսել եք այն հայտնի հայտարարությունները, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, լինելու է տնտեսական պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ, ու մենք տեսնում ենք, թե առնվազն վերջին 1 ամսվա ընթացքում ինչպիսի սահմանափակումների է ենթարկվում Հայաստանը ԵԱՏՄ-ի կողմից, նախ կուզենամ մեկնաբանեք արդյոք ինչպիսի հանգուցալուծում եք պատկերացնում այս պարագայում, որովհետև հիմա էլ քիչ չեն այդ հեգնական հայտարարությունները կամ արտահայտությունները, հատկապես գյուղաբնակ ՀՀ քաղաքացիներին այն իմաստով, որ երբ քաղաքացիական ԿՊ-ին եք ընտրում, մտածում եք արդյոք, թե որտեղ եք իրացնելու ձեր, կներեք, եթե ուղիղ մեջ բերեմ, պտուղ բանջարեղենը, բիբարը եւ այսպես շարունակ, եւ արդյոք նաեւ այդ օտարածին թեզերը 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասով, որոնք հնչում են եւ շատ վտանգավոր են, եւ արդյոք գնալու է իրավապահ համակարգը նաեւ նման հայտարարությունների հետևից, որովհետեւ դրանք նույնպես սկսել են շրջանառվել հանրության մոտ։ Դե կարծում իրավապահ համակարգը առնվազն գործակալական ցանցի նկատմամբ պետք է ուշադիր լինի եւ ահաբեկող հայտարարություններին պետք է գնահատական տա, եթե դրանք արժանի են իրավական գնահատականի։ Մենք չենք վարանում անընդհատ խոսել սրա մասին եւ մեր քաղաքական գնահատականները ոչ մեկ անգամ հնչեցրել ենք։ Ինչ վերաբերվում են տնտեսական տարբեր հարաբերություններին, մենք բարիդրացիական եւ գործընկերային միջավայրում կարգավորելու ենք այս հարցերը։
եւ թե Եվրասիական տնտեսական միության կազմում, թե Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում։ Իհարկե մեր ռուսաստանցի որոշ գործընկերների պետք է եւս մեկ անգամ կոչ անել եւ հորդորել, ուրեմն հնչեցնել ճշմարիտ եւ adekvat գնահատականներ եւ չփորձել խառնվել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին, որովհետեւ մենք առնվազն նրանց նկատմամբ դա չենք անում։ Ինչ վերաբերվում է կրկին գալով տնտեսական հարաբերություններին եւ որոշ խնդիրներին, որոնք կարող էին առաջանալ, դրանք առնվազն չեն առաջացել, որովհետեւ նոր դռներ են բացվել եւ մենք եվրոպական ուղղությամբ կարողանում ենք պտուղ բանջարեղեն արտահանել եւ մենք ուրախ ենք, որ մեր քաղաքացիները ընտրել են պետականությունը եւ անկախությունը, ոչ թե պտուղ բանջարեղենը, ելակը, բիբարը կամ թութը։ Իհարկե փորձեցին առաջացնել դժվարություններ, միգուցե դրանք ինչ-որ միտեղ առաջացել են, բայց այդ դժվարությունները այն ծավալը չեն, որ մարդիկ գնան եւ հրաժարվեն ուրեմն իրենց ինքնիշխանությունից, պետականությունից եւ ազատությունից եւ Հայաստանը նորից մտցնեն կոնֆլիկտի մեջ։ Մեր ժողովրդի մասին շատ թերի ընկալումներ եւ պատկերացումներ ունեն մեր սիրելի գործընկերները այս առումով։ Եվ ես հույս ունեմ եւ վստահ եմ ըստ էության, որ ժամանակի ընթացքում բոլորը ուզած թե չուզած համակերպվելու են հայ ժողովրդի որոշման հետ։ Մենք էլ մեր հերթին մեր գործընկերների հետ կանոնակարգենք մեր հարաբերությունները եւ եւս մեկ բան էլ պետք է արձանագրենք, որ միշտ էլ ինչ-որ խնդիրներ եղել են, այս ապրանքի վերաբերյալ է ինչ-որ դիտարկում եղել, լիցենզիայի հետ կապված, որակի հետ կապված, ինչ-որ փուլում գնացել, ֆուրեր են կանգ առել Լարսում, Լարսն է փակվել, բացվել։ Սա միշտ է տեղի ունեցել։ Ուղղակի հիմա այս երևույթների վրա մամուլով ավելի շատ ուշադրություն են հրավիրել, այդ եռագլխիկներն ավելի շատ են սկսել խոսել, փորձելով դա ներկայացնել որպես ինչ-որ մի բան, որից փրկվելու համար պետքա չընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, սակայն սա եւս պարզ գեղցիկ եւ մանիպուլյացիա է եղել, որը մեր ժողովուրդը հասկացել է եւ կրկնելով մենք գնանք եւ մեր գործընկերների հետ ամեն ինչ կկարգավորենք։ Եվ չասեմ չի վախեցնում, բայց առնվազն չի անհանգստացնում Ռուսաստանի Դաշնության լռությունը, պարոն Հովհաննիսյան, այն իմաստով, որ տարբեր երկրներից, տարբեր կենտրոններից շնորհավորանքներ եք ստանում, բայց Ռուսաստանը համառորեն շարունակում է լռել, մինչ ընտրությունները մենք գիտենք, որ օրինակ Զատուլինը հայտարարում էր, եթե ԿՊ-ն հաղթի, մենք չենք ճանաչելու այդ ընտրությունները, չենք շնորհավորելու։ Այստեղ էլ վարչապետը հայտնում էր, որ ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կամ այցը լինելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ։ Հիմա տեղին է մեկնել մի պետություն, որի ղեկավարը ըստ էության չի ուզում շնորհավորել անգամ ձեր ուժին, իշխող ուժին Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ եւ այս լռությունը արժե անհանգստանալ այս լռությունից, թե այնուամենայնիվ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունից են նշում, պետք է սպասել վերջնական արդյունքներից, որովհետեւ օրինակ իրենք վստահ չեն, որ պատկերը չի փոխվելու։ Մենք չենք սպասում որևէ պետություն, որ շնորհավորի նոր հանգստություն լինի մեզ մոտ, թե չէ։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում անցել են անթերի ընտրություններ եւ քաղաքակիրթ աշխարհը արձանագրել է այդ ամեն ինչը եւ մենք ստացել ենք բազմաթիվ շնորհավորանքներ, այսինքն շնորհավորանքներով չի, որ պետք է արձանագրվի Հայաստանի ընտրությունների որակը եւ ժողովրդի ընտրությունը։ Էլի գալով նրան, որ ընտրությունների արդյունքները դեռևս վերջնական հաշվարկի ընթացքում են, միգուցե մեր գործընկերները սպասում են վերջնական արդյունքները հրապարակվեն, որ էլ ավելի մեծ շուքով եւ սիրով եւ ավելի ջերմ բառերով մեզ շնորհավորեն։ Ես հույս ունեմ, որ գործ ունենք դրա հետ, ոչ ուրիշ բանի, որովհետեւ նման անթերի ընտրությունների վերաբերյալ այլ մեկնաբանություններ, քան գովասանքի խոսքերն են եւ շնորհավորանքներն են, չեն կարող լինել աշխարհի որևէ երկրի կողմից։ Եվ առաջիկա 5 տարիներում ինչպիսի արտաքին քաղաքականության ականատես կլինենք, պարոն Հովհաննիսյան, եւ նաեւ սահմանադրական մեծամասնություն չստանալը ինչ խոչընդոտներ կստեղծի քաղաքացիական պայմանագրի համար, եւ ոչ միայն քաղաքացիական պայմանագրի, մենք գիտենք, որ այս ամբողջ ընթացքում խոսվել է սահմանադրական փոփոխությունների մասին, հանրաքվեի մասին, ինչը ըստ էության հիմա չստանալով 2/3 չեք կարողանալու նախաձեռնել։ Իդեպ ընդդիմադիր դաշտից հայտարարում են, որ իրենք առնվազն իրենց նպատակներից մեկին հասել են, դուք չեք ստացել սահմանադրական մեծամասնություն։ Արդյոք սա շատ մեծ բան է փոխում, խոչընդոտում է ձեր աշխատանքը, նաեւ հարցս կրկնեմ, առաջիկա 5 տարիներում ինչպիսի արտաքին քաղաքականության կտեսնենք։ Որևէ փոփոխություն չի լինելու արտաքին քաղաքականության տեսանկյունից, մենք շարունակելու ենք այն, ինչ արել ենք նախորդ 5 տարիների ընթացքում, ել ավելի ենք մեծացնելու Հայաստանի Հանրապետության գործընկերների շրջանակը, ռազմաքաղաքական հարաբերությունների շրջանակը,
շարունակելու ենք կարևորագույն հուշագրեր ստորագրել, շարունակելու ենք թրիփի իրականացման ուղղությամբ էլ ավելի մեծ ջանք գործադրել, շարունակելու ենք աշխատել հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ, շարունակելու ենք ուրեմն նոր սահմանադրության ընդունման գործընթացը, որքան էլ որ որոշ տեխնիկական խնդիրներ կառաջանան, բայց ես չեմ կարծում, որ դրանք կարող են էապես խոչընդոտել, որպեսզի մենք գնանք այս օրակարգով, մենք դա անելու ենք, երեկ էլ քննարկվել է էլի սահմանադրական նոր սահմանադրության տեքստը եւ շուտով ըստ իրավիճակի մենք նաեւ կհրապարակենք մեր քաղաքացիների համար վերջնական քննարկումներից հետո այս իմաստով որևէ բան չի փոխվելու իսկ ինչ վերաբերվում է որ ընդդիմության նպատակներ որ մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն ես դրա հետ համաձայն չեմ ընդդիմության նպատակներ որ ուրեմն երրագլուխ կուսակցությունը գողանա ժողովրդից իշխանությունը եւ դրանք ջախջախվել են իսկ ինչ վերաբերվում է մի քանի մանդատ այս կողմ այն կողմ լինելուն որոշակի օրենքների ընդունման հետ կապված հնարավոր է ուրեմն որոշակի խնդիրներ առաջանան այս իմաստով բայց մենք լուծումները կգտնենք քաղաքական առումով ես վստահ եմ սա է չեմ կարծում որ ընդդիմությունը անգամ եթե բոլորով հավաքվեն իրար գլխի կկարողանան խոչընդոտել ժողովրդի իշխանությանը կկարողանան խոչընդոտել Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականությանը։ Եվ մեր զրույցը ամփոփենք մի փոքր հումոր, պարոն Հովհաննիսյան, բայց ամեն դեպքում, քանի որ Նարեկ Կարապետյանը ակնհայտ հայտարարել է, որ իրենք փնտրելու են այդ 8 ԿՊ-ական падգամավորներին, ձեր հետ արդյոք հասցրել են կապի դուրս գալ կամ որևէ ԿՊ падգամավորի հետ, միգուցե Նարեկ Կարապետյանը կամ իրենց մամուլի խոսնակի Տիկին Ղահրամանյանի մակարդակով սկսել են բանակցությունները, սկսել են քննարկումները ձեր հետ, թե նման առաջարկներ դեռևս չեք ստացել եւ միայն հանրային տիրույթում են դեռևս ակնարկում այդ մասին։ Նրանք այդքան դուխ չունեն, որ կարողանան կապ հաստատել քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ падգամավորի հետ։ Դուխ չեն ունեցել նախորդ 8 տարիներին, հիմա առավել եւս դուխ չեն ունենալու, թող իրանք ավելի լավ է իրանք այս խառը անձնակազմին տիրություն անեն, այդքան բան, այսինքն այդ խոսույթը կրկին է նույն խոսույթն է, որ մեկին էին փնտրում, երկուսին էին փնտրում, 5-ին էին փնտրում, հույսները թող կտրեն, պարզ մանիպուլյացիա է, պարզ կեղծիք են տարածում, դա գալիս է նրանց անկարողությունից, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամուր է, իր տեղում է, թե այս գործող խմբակցությունը, թե նոր ձևավորվող խմբակցությունը եւ ես կրկնում եմ, որ որևէ բան մեզ չի խոչընդոտելու, շարունակելու համար այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչեւ այս, եւ մենք սպասում ենք նոր ազգային ժողովի ձևավորմանը, որպեսզի գան եւ հնարավորինս շուտ էլ ավելի մեծ տեմպով ջախջախենք պատերազմի երրագլուխ կուսակցության ներկայացուցիչներին, որոնք կհայտնվեն ազգային ժողովում։